Ամենակարող Արարիչ, խնդրում եմ, տուր մեզ լսող ականջներ ու տեսնող աչքեր, որ լսելով քո խոսքը արմատապես փոխվի մեր կյանքերը, թող փոխվի նաև այն թյուր կարծիքը, որ անհավատ մարդիկ ծաղրելով քեզ հավատացողներին ասում են. երբ աջ այտիդ խփեմ, ձախդ ես դեմ տալու։ Տեսնենք, թե Հիսուսն ինքը ինչ արեց, երբ նրան ապտակեցին։ Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 18։ Պետրոսի ուրացումները։ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը, իսկ Պետրոսը կանգնել էր դրսում, դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ոչ, չեմ»։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների ու ուսուցումների մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում։ Ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ Ինչու ես ինձ հարցնում։ Հարցրու լսողներին, թե ինչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն, ես ինչ եմ ասել»։ Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե որևէ վատ բան ասացի, վկայիր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչու ես ինձ խփում»։ Այդժամ Անասը նրան կապված ուղարկեց քահանայապետի մոտ, այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ոչ, չեմ»։ Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։ Պետրոսը դարձյալ ուրացավ և իսկույն աքաղաղը կանչեց։ Հիսուսը Պիղատոսի առաջ։ Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։ Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ինչ մեղադրանք եք առաջադրում»։ Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։ Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դուք վերցրեք ու ձեր օրենքի համաձայն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել, որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց ցույց տալով, թե ինքն ինչ մահով է մեռնելու»։ Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ինքդ ես հարցնում, թե քեզ ուրիշներն իմ մասին ասել են»։ Պիղատոսը պատասխանեց. «Միթե ես էլ հրեա եմ, քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ, ուրեմն ի՞նչ ես արել»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի, ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։ Արդ Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավոր ես»։
Հիսուսը պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ինչ է ճշմարտությունը»։ Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ և նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզում եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։ Սակայն բոլորն աղաղակեցին ու ասացին. «Ոչ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։